պարտավոր ենք մեր երկիրը պահենք։ Մենք պարտավոր ենք չլքելու։ Իսկ իրանց ունեցվածքը թող բերեն։ Ես ասում եմ, մենք այդքան գիշեր ցերեկ հարկ ենք տալի աշխատում ենք։ Ինչի իմ երեխան չունի սեփական հույրանոց։ Լավ ինչքան էլ գաղտնի ինչ որ մեկի անունով լինի, բայց Հայաստանը ինքը փոքր է, փոքր պետություն է։ Հայաստանում ամեն ինչը միանգամից պարզ է լինում։ Ամեն ինչը բացահայտման բերան գալիս հասնում է։ Հիմա եթե ստեղից ինչ որ մեկը միլիոններ ունենալ, բերան իրան արդեն շուտ էր հասել, առավել եւս իր համար անվտանգություն է աշխատում, մեզ համար ոչ մի բան։ Եթե մենք հասարակ քաղաքացիներս տեղեկացված ենք լինում, պարոն Փաշինյանի աղջիկն ինչ ունի, թեփետ իր անունով չի կամ այս ինչ մարդ է, ինչ ունի։ Ուրեմն ինքը տեղեկացված է մենք ինչ ունենք։ Ինքը շատ լավ գիտի մենք ոչ մի բան չունենք։ Մենք ունենք այն, ինչ որ ունի սովորական աշխատող ռաբիկ քաղաքացին։ Ավել բան չունենք։ Եթե ես այսօր ինչ որ բան ձեռք բերած լինեի, գոնե մի հատ սեփական խանութ կունենայի, արենդա չէի տա, եւ այդ արենդայից էլ իրանց հարկ չէր էթա։ Ինչն է ավելացրել։ Ուղղակի ես ուզում եմ հասկանամ, ինչ արել իմ երկրի համար։ Ինչն է ավելացրել։ 7 տարի առաջ, երբ որ ինքը եկավ երկրի ղեկին, ես իր կնոջից բարձր էի։ Իմ տունը մաքուր էր։ Իմ երեխան ուտում էր այն կանֆետը, որ իր երեխան չէր ուտում։ Իմ երեխան ուտում էր այն հացը, որ իր երեխան չէր ուտում։ Որ իր երեխան ռեստորանի տեղն էլ չգիտեր, բայց իմ երեխան գիտեր, որտեղ արդեն 30 տարի դառը դատում եմ այս երկրում ու պայքարում եմ։ Այսօր ինքը եկել է ու ինձ թելադրում է։ Այսօր իր կինը հրավիրում է ինչ որ, չգիտեմ ում է հրավիրում, 3 միլիոն ու կես վճարեն, որ իր հետ ճաշեն։ Այս ինչ օրենքներ է։ Այս ինչ խայտարակություն է, ուղղակի մեզ ասած, միջև վերջի կետ, հավասարեց հողին։ Այսքան, գիտեք ինձ դուր չի գալ իր մասին ինչ որ վատ բան ասել, որտեվ ինքը ինձ է ներկայացնում։ Ամենայն ազնվությամբ եմ ասում։ Ինքը ներկայացնում է իմ ազգին, իմ ազգից մեկը ես եմ, որ երկրից դուրս եմ գալիս։ Ես երբեք չեմ ամանչել, որ հայ եմ։ Ես ադրբեջանցու կողքը կանգնել եմ, ես ասել եմ ես հայ եմ։ Թեպետ էլի եմ ասում ես հայ եմ, որովհետև հույս ունեմ, մի օր Հայաստանը ծաղկելու է։ Մի օր լինելու է մեկը, որ լինելու է հայրենասեր։ Հույսս չեմ կորցրել ամենայն ազնվությամբ, որ լինելու է հայրենասեր ու հային պահելու է ճիշտ, հայի տնտեսությունը ճիշտ, մենք չենք հրաժարվում, մենք այսքան հարկ ենք տալի, անգամ հիմա ես չեմ ուզում այդ հարկը տամ, սիրով չեմ տալի, որովհետև գիտեմ ես տեղ տարցեմ իրանք ընդ լափում են, եթե Թունյանը չի կարում իմ շահերը պաշտպանի, եթե մի նախարարը չի կարում, որ ինքը նրա համար է, որ իմ շահերը պաշտպանի, քննարկեն, գիտակ ձևով ներկայացնեն հասարակ քաղաքացուն, եթե չի կարում ինչի է վարձատրվում, թող փակեն լրիվ, թող լրիվ փակեն միանշանակ որոշում, թող մնա մենակ ինքը իրան աշխատավարձ ավելի էշտ կլինի, այդ փողերն գոնե բյուջեն կգնա, 3 անգամ բարձրացրել է մաքսային արժեքը, 2 անգամ հարկերը, ամեն ինչ թանկացրել է, կամ այս QR կոդերը, շատերը ասում են, հա լավա կնայենք կտեսնենք, մենք ինքներս գիտենք այդ ապրանքը որորն էր արտադրվել ինչ էր, մենք բոլորս գիտենք, դու պատերազմի ժամանակ 4-րդ օրը ազգային ժողովում կառավարության նիստ ես դնում ու հարկայինի ինչ-որ մի աշխատողի տալիս ես այդ շտրիխ կոդերը խփելու բիզնես ես ստեղծում այդ մարդու համար, ես էլ եմ բիզնես ուզում, թող գա ստեղծի ինձ համար։ Հիմա էլ արդեն QR կոդ, այդքան լավ ղեկավար էր, պետության բյուջեն լցնեիր, ոչ թե ինչ-որ մեկի բիզնես լցնեիր, ինչ-որ մեկը հիմա էլ QR կոդ տա ու բարձրացնես օրեկան այդ QR կոդ խփելը, ոչ, այդ QR կոդ խփողը, այդ որ 50-60 դրամ խփում է, դա ինձնից է տանելու, դա հասարակ քաղաքացուց է տանելու, հասարակ քաղաքացուց է տանելու, բա որ դու երկրի ղեկավար ես, մոռացել ես 7 տարի առաջ դու ոնց ես ապրել, հիշի էլի գոյնե, հիշի որ քո նման ապրում են այս քաղաքացիները, մենք իրանից լավ ենք ապրել, 100%-ով։ Տեսեք, առաջիկայում ընտրություններ են լինելու, հնարավոր համարում եք, որտեղ շատ մեծ ընտրազանգված կա այստեղ, որը հենց իրեն է ընտրել եւ այլն։ Հնարավոր համարում եք, որ գոնե դա հաշվի առնելով ինչ որ բան այնուամենայնիվ կփոխվի։ Ես չեմ կարծում, որ ինքը դա հաշվի առնում։ Դա որ հաշվի առներ, ինքը միշտ ասում են ոնց կուզենք այդքան կտրենք, բայց փաստացի ես կարծում եմ Գյումրի ընտրությունն ու այս մեր բանի Փարաքյարի ընտրությունները փաստացի ցույց տվեց, չէ, որ ինքը չկա այս տարածքում արդեն։ Փաստացի մեր Ծիծեռնակաբերդի այս տարվա այցը ցույց տվեց, որ ինքը չկա այս երկրում։ Իրականում չկա։ Ես ապշած եմ մնացել, սարսել եմ, որ արդեն քանի տարի մենք ունենք Դեմիրճյանի օրվանից սկսված
Մեր ծիծեռնակաբերդը ես երբեք չեմ տեսել ծաղիկները հավաքեն, գիշերվա դրված եւ ծաղիկների արանքը ստուգեն։ Արդեն ինքը գիտի իրան ինչա, այսինքն ես տեղից դուրս գալուց ինչից պետք է վախենամ։ Ուրեմն այնքան մարդու պետք է ցավացրած լինեմ, որ ես վախենամ, բայց ես չեմ վախենում, որովհետև ես ոչ մեկի չեմ ցավացրել։ Այս ժողովուրդը ծաղ ողջուններով իրան դիմավորելա, ընդունելա, թեպետ իրանք շատ վատ ձևով եկան ժողովուրդը չհասկացավ ընկան այդ հոսանքի տակ դագաղներ, ծաղկեպսակներ, բան, ես դրան դեմ եմ եղել, բայց անկախ ամեն ինչից ժողովուրդը ընտրել է հեղափոխություն ուզել, հասկանալով որ դա իրանց մեջից ստեղծված է, բայց մենք հասկացանք, մենք մի բան, ես իմ տեղն եմ կարող ասել, ես ինքս հասկացա, որ մեր մեջից ելածը ավելի վատ է, մեր մեծերը միշտ ճիշտ խոսք են ունեցել, Աստված ասում են չտեսածին ցույց մի տուր, դրա դեմը երբեք չես կարու, հիմա մենք այդ փուլի մեջ ենք, էլ չենք կարում դեմն առնենք, սաղից թալանել եկավ հասարակ քաղաքացիներին կպավ, սաղին, սաղ խոշորների վրա նալոգներ ա դրած, լսում ես, երկիրա, պուճուրա, լսում ես, իսկ խոշորանալու համար թող ինքը իրա շրջապատից մեկի բիզնեսին հանի, ինձի դնի այդ բիզնեսին, այդ դեպքում կխոշորանամ, ես իրանց մարդկանցից մեկը պետք է լինեմ, որ խոշորանամ, ուրիշ նոր խոշորացող չկա, իրա մարդիկ են։